Բարի երեկո ժողովուրդ ջան, ուրեմն ես YouTube-ի իմ կայքովս ուղի եթերով պատրաստել եմ գրեչիխան նիարողների համար։ Ով կցանկանա նիարել, կարող է վերցնել խոսքի ագարակ մի բաժակ գրեչնում կլծի երկու բաժակ ջուր, էպատ ջուր։ Թող մնա ավելի լավ կյանի երեկոյան պատրաստեք, բայց քանի որ իմս ուղի եթերեր երեցի, հմե հավեսին կերա նիարող ուզողները կարող են սպես մենակ ուդել, որը երկու ժեք անգամ առանց աղի, առանց որևէ բանի, եթե նիարել են ուզում։ Ժամը 7-ի կողմ հետ մի հատ խնձոր ուդեն, հետն է սա ենք պատրաստել խնձորի մեջը կդրտած, վարունգե մեկ է իսպանախ, էպատ ջուրը վրեն կլծեք կմնա, լավ կտեսնեք որ պաղել է, միքսերով լավ միքս կենեք, հետո այս ջուրը կամած այդիլնի կվերցնեք, միքս կենեք, միքսից հետո քյավգիրով լավ կտրորեք, որ սոգը դուս կա, այս ջրի հետ սրազու խառնելով լավ սոգը դուս կբերեք, վրեն կավելացնեք մեկը դալը մեղր, եթե քաղցր ուզում եք, մեկը դալ մեղր կավելացնեք ու լիմոնի հյութ քիչ։ Իսկ ես մեր նմանները, որ նիարել չի ցանկանա, գրեչիխան այսպես կարող է պատրաստել առանց տեպելու, որտեղ վիտամինները սա իր մեջն է, ես եղավ 2 ժեք տարուց ավելի, ես չեմ եփել։ Ամեն երեկոյան, երբ ուզում եմ գրեչնի, հնդկաձավար։ Էպատ ջուրը վրեն կլծեմ, կթողնամ մինչև առավոտ։ Առավոտ կելն պես հաթաթ տարած է, խարգածել չէ։ Մեր Հայաստանից ոչ խարգած է, ոչ եպած է։ Հետն է ես ունեմ պատրաստած, երեկ եմ պատրաստել մեր YouTube-ով, էլի սարկազնես ուղի եթերը YouTube-ով է։ Սմբուգը իրա բանջարեղենով, մսով, ուդեստով, ամեն ինչով։ Հետը կավելացրեմ սրա հետ, արդեն ես կերել եմ, սեց նգարեմ, YouTube-ով երեցի նգարեցի, բան ձենը կորավ, չասցան, չի ձենը չրկա։ Դու ամասեցի լավ TikTok-ը 10 րոպե TikTok-ով կնգարեմ, համետ դուք իմ քաղցրներս կտեսնեք, համեցեք իմ YouTube-ի անալիքը ու կարող եք դիտել ուղի եթերը։ Հեմե մի 15 րոպեից հետո կմտնեմ ընդեղ կզրուցենք, խոսանք ընդեղ, մինչև մեր քունն է տանի, ձերն էլ հետը։ Սպես ես կլծեմ սրա վրա, սկանա մեգենից խո մեկուց ես չեմ կրնա ուդել։ Պատլևկա է ամեն ինչով։ Եթե սպես դուք սարկած չունիք, ձեր սովորական ձևը ով կցանկանա պատլևկով, սոխարացկան է, ինչ կուզե հետը վրեն կլծե, արդեն պատլևկեն դուք գիտեք ինչ է, սովորական ձեր ուդելած ձևը կեղնի, շատ լավ է։ Իսկ ես մեր լծոնած սմբուգով, լծոնած չէ, ուտեստ է, բատրիջանով սմբուգով ուտեստ, բանջարեղենով մսով։ Իսկ այստեղ է ժողովուրդ ջան, էլի նիարողների համար էսիկ շատ լավ, բայց ում աղիքների պրոբլեմ ունի, կամ մարսողության հետ կապված որևէ, ինքն է կրնա օգտվել, կամ մեզի պեսների երեկոյան կողմը յոգուրտ վրեն կլծեմ, շատ հավեսին կենեմ անպայման չեն նիարելու համար։ Իսկ ով նիարել կցանկանա, կարող է մածունը, վրեն մեր վարունգը կդրտե, ես կմաքրեմ, որտև ադամներ չունիմ, որ ադամներ ունի կրա լավանա առանց մաքրել։ Ես ադամներս որ պրոբլեմատիկ է արդեն, նորմալ է, մեծահասակների ադամները վադ է, սիրուն եմ կդրտեմ, ոնց որ մեր ակրոշկարուսները կսեն, բայց էլ կանանչ մանանչ չեմ լսի, սովորական վարունգը կդրտեմ մեջը կլծեմ, հետն է մեջ հայի գդալ մեղր կլծեմ կամ յոգուրտ ունեմ յոգուրտ կլծեմ, քնելուց մեկ քիչ առաջ կուդեմ ու հանգիստ կքն, իսկ մի հացիկերիլը մելնձեն ուդել պետք չէ, ստարկեմ ձեզի ցույց տամ։ Ոնց գիտեք վարունգը մեզամուխ է, առողջությանը շատ լավ է, կատե մազունն է, մարսողականության ամեն ինչի շատ լավ է երեկոյան կում։ Սոգը երևի շատ է, կեցի վարունգ մեկ քիչ է լուծեմ մեջը։
Շատ լավ սոկ է, երեք բոլորը խմեք, վիտամիններով հարուստ, անպայման չէ նիարելու համար։ Պրոստը սկզբից կսեն նիարելու, որովհետև հիմի մոդա է սաղը նիարել կսիրեն, որ նիարել կսիրե, թող իմ սածս դևինեն է, շապատվա մեջ ամենակիչը մինիմում 5 կիլո կնիարել։ Ու այսօրվա իմ բոլոր ցուցադրածները, օգտակար խորհուրդները համեցեք, արդեն վիզոն անջադած է ուղ ետերը, հիմի քիչ հետո ուրիշ ուղ ետեր կմտնենք, զրուցել կադագել է։ Իսկ ընդեղ ես արդեն պատրաստել եմ օգտակար խորհուրդներ, ով ինչ կցանկանա նիարողները, թող տեսնին ինչ եղում է։ Իսպանախն էլ է լավ, կարելի է մի հատ խնձորենել, որովհետև ջուրը իմ կարծիքով շատ, չէ լավ, քամենք պրծենք հետո կարող է իսպանախին ջուր շատ պետք է կամ խնձորին ջրկելու վախտը։ Բերենք միքսենք, հել մեկ է կա։ Հիմա երեխեք անձի կսպասեն յութուբը, բայց ոչինչ։ Ոչինչ, թող հանգստանան, չես, այս մարդը հոգնած է։ Հետ գանջադենք, հետո նոր սպես կլցենք։ Հադերը կլցենք, ջուրը կպայենք։ Մեկ են հերիք էին ջուրաղած։ Ինչին սիպտակ սավ կսերնը։ Ջուրը մեջը կա չէ, խառնենք, չանջադվես։ Քանի որ խմելը ես պիտի խմեմ, ժողովուրդ ջան, ընձինի արելը պետք չէ, ես տեղ որ աղսապրձը քամեցիկ, ավելացրեմ կուրկումա, կարիցա, հետո քիչ եմ սխտորի փոշի, նոր կօգտագործեմ։ Որ նոր թվարգետի շատ լավ է օսկարացավի, աղիների կուդագման, օստոխոնդրսկսեք, աստրսկսեք, հետո օստոպարոզի համար ու ամենաշատը ոտների օսկարների համար։ Եկել նայեք, ոնց ուզում եք։ Այսպես կբացենք։ Ցրավ։ Իրան կլցենք այս ջրի մեջը, փոշորները քանենք երես։ Սպես մինչև վերջ կաղակ, արդեն քիչ մնաց, մինչև վերջ կաղակ, հետո մաղով կմաղեք, մենակ սոգը կքամեք ու վերջ։ Հետո մեղր կավելացնեմ ես կամ յոգուրտ։ Հետն է կլացեմ կուրկուման, դարչինը, կոջապախպեղը, սխտորի փոշին, կագալի փոշին։ Ինձ էլ անուշ լինի, հավեսի գալող պատրաստողներին է հետը, հովոր նիարել գուզե, հնդկազավար առանց պատլեպկի, այս սոգը թող պատրաստ է խմե, մածունը երեկոյան ուդե, ժամը 7-ի կոմը մի հատ խնձոր ուդե, էլ ուրիշ հացեղը, մացեղն չօգտագործե։ Շատ լավ կնիարցնե։